Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ավինյան, միջ բուն 7-ին անցնելը էլ ուզում խոսամ եթենաշարժական խնդիրներով երեխաների դպրոցի ավտոբուսների մասին, հոկտեմբեր ամսին հանձնարարեցիք, որ զբաղվեն այդ հարցով աջակցեք, վերջերս գրել էի գրությանը պատասխան եկա, որ դեկտեմբեր 30-ին լինելու է հետադարձ աճուրդ, բայց կարծես թե խոսքը մեկ մեքենայի մասին էր գնում, այնինչ պահանջը 2 մեքենա էր, եթե լուծում ենք, ամբողջական լուծենք, կիսատ չլուծենք։ Պարոն Զարուկյանը ստեղ չի, բայց հուսով եմ կտեսնի, կլսի, որ ոչ միայն իր կողմից մատնացույց արված անձն է վերկացել, կարծես թե գնացել Միացյալ Նահանգներ, այլ նաև ասենք, չգիտեմ, Գազկի նախկին պետն է գնացել Միացյալ Նահանգներ, Երևան ավտոբուս ՓԲ-ի նախկին տնօրեններից մեկն է գնացել Միացյալ Նահանգներ, իշխանափոխությունից հետո երևի իրապահները կզբաղվեն, էլի թե այդ ինչի տենց այդ լավ պաշտոն ունեցող մարդիկ մի օր վերոշեցին վերկենան գնան այս երկրից։ Հիմա բուն բյուջեի վերաբերյալ, այսքան լինի, թե մի բան էլ ավել լինի, կառավարման որակի մեջ է եւ մոտիվացիայի մեջ հարցը, թե այդ բյուջեն ինչին է ծառայում։ Եթե պիտի կուսակցության հետ եւ ձեր աֆիլացված մարդիկ այդ տենդերներն ու բաները շահեն, 150 միլիարդ չլինի, 250 միլիարդ լինի, որակը ինչի լինելու, որովհետեւ բացի որ կա հովանավորչություն, նաև այդտեղ հսկման հետ կապված այնքան գրոշներ եք հատկացնում, որ առանց որակյալ պատշաճ բանի վիճակի հանձնվում են շահագործման։ Իսկ բուն քաղաքական խոսույթի մասով այդտեղ անդադ ոնց որ ինչ-որ բան է դարել, ինչ-որ ինքնահաստատման ինչ-որ մի բան, ասել, երբ որ մատնացույց է արվում կոնկրետ ինչ-որ սև խոռոչներ, որ սա սենց է ու անհերքելի փաստեր է բարձրաձայնվում, ասում են, բա դուք էլ ես ինչ մարդու հետ եք կապված, ինչ մարդու հետ եք կապված, ընկերներս բազմիցս նշեցին, մի հատ էլ ես հատուկ ընդգծեմ, Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է, մենք էլ մասնակցել ենք ընտրություններին, այո, մեզ շատ տարբեր քաղաքական ուժեր սատարել են, բայց եւ Գյումրիում եւ Էջմիածնում հստակ երևաց, որ Մայր Հայաստանը ունի քաղաքացիական կոնկրետ աջակցություն, ուզեք դա, թե չուզեք։ Հիմա անդրադառնալով այդ քաղաքական հայրեր, մյուս մոտ բազմիցս անդրադարձել ենք, բազմիցս խոսել ենք, մատնացույց ենք արել, 21 թվականի փետրվարն ենք հիշացրել, այդ խարանը, այդ ամոթը, հա, այդ սատարումը թուրք-ադրբեջանական։ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը արդեն Իլհամ Ալիևին է շնորհակալություն հայտնում։ Չգիտեմ, այդտեղ ինչ որ ասում եք գուբերնիստ, եսի ինչ բան, Եվրամիության անդամակցության process ենք սկսում դուք, իբրև թե այս Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ, շատ լավ իմանալով, որ դա տեղի չի ունենալու, բայց հեշտ է մարդկանցից էմոցիա գողանալ ազատ վիզային ռեժիմի այդ մասը թափահարելով, մեկ էլ էլի գնում է, մեկ էլ Ալիևից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչ իմնեմնիմի սպասիբը, հեմի ով է գուբերնիստը, հա, ուրեմն նայեք մեկ էլ մյուս դրվագներին, առհասարակ, որ ինչ-որ փորձում եք ինչ-որ մեր այգին ինչ-որ քար գցած լիներ տիկնակ եւ պարոնայք իշխանավորներ եւ կոալիցիայի անդամներ, դա հիշեք, տարբեր փուլերում ձեր ասած արած արտահայտությունները, Սարգսյան Արամը ասում էր, որ բան լինի, հանկարծ Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիևին կգողանանք, հիմա Արամ Սարգսյանը իրենց տունն է, Իլհամ Ալիևը իրենց տունն է, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում, դե գողացեք Իլհամ Ալիևին, հա, ասում եք, նույն Արամ Սարգսյանն ասում թուրքերի համբա կգան, ասում ատամնաբուժական ծառայությունների, այն է, արդեն թեթև ազդանշանը տվել է, որ սիմվոլիկ բաներ է լինելու Էրդողանը, այդ Մարգարայի կամրջի մոտ մի հատ ատամնաբուժարան սարքեք, այն ատամնաբուժին էլ, որ տարել դպի եք սարքել այդ ֆեյք պատարակի ժամանակ, այդ ֆեյք ատամնաբուժին տարեք դրեք ընտեղ, թուրքերի ատամների